Նախագիծը կարող է լինել միջին միջանցքի նախագծի մաս եւ այդ տրամաբանության մեջ է եւ ես այսօր հենց այդ թեմայով վստահաբար կխոսեմ նախագահ Էրդողանի հետ։ Խնդրեմ Բագրատ Էստուկյանն եմ Ագոստերտեն։ Բարի կալուստ կմաղթենք ձեզ, սիրելի վարչապետ, բարի եկաք։ Բայց իմ մտքին մեջ ահագին խնդիրներ կա, դուք առհասարակ նյութերը բերիք դիվանագիտական սահմանումի մեջ, բնականաբար այդպես եղավ, շատ դեղին էր Հայաստան-Թուրքիա հարաբերություններ եզրի նախընտրությունը փոխան հայ-թուրքական, բայց միշտ կողմը իրողություն մնե նաև հայ-թուրքական գոչվածը նկատի ունենալով, որ այսօր աշխարհասփյուր հայության 1/3-ն է Հայաստանի քաղաքացի եւ ավելի ծանրագշիր հատվածը սփյուռքահայերս ենք, որ հայ պատկանելիության գիտակցությունը եթե յուրացուցած ենք, բնականաբար Հայաստանը կհամարենք հայրենիք եւ շնորհիվ ծեր վերջին տարիներուն ընծերած երկքաղաքացիության արիթին մեզ շատ էր արդեն Հայաստանի հբարդ քաղաքացի դարձած են նաեւ Այս իրողության մեջ այո ճիշտ եք յուրաքանչյուր հայ անհատ իր ապրած երկրին հետ պետք է լեզու գտնե, բայց դուք նաև պատասխանատու եք բոլոր հայութենեն եւ այդ պատասխանատվությունը հարկ եղած բան անմիջապես իքորց գտնեք, երբ որ Հալեբա հայությունը ճգնաժամի մեջ հայտնվեցավ պատերազմի բերումով, դուք անմիջապես կազմակերպեցիք արտահանման գործընթաց, որպես պետություն, որպես հանրապետություն։ Հիմա սավահուն մենք ուրիշ խնդիր ունենք, քիչ առաջ պարապանվեցավ ձեր քաղաքականությունը, որուն ես անցամբ բոլորովին գծայնակցիմ, բայց ունիմ նաև մտահոգություն։ Կազանը սիրաշահիլ որքանով կարելի է։ Խնդիր մնե այս լուրջ խնդիրը Կազանը սիրաշահիլ քաղցր խոսքերով որքան կարելի է։ Երբ որ ձեր խոսակիցները ռազմադենչ ելույթներով սպառնալիքի լեզվով գխոսին գտիմեն ցես, որքան կարելի է դրամապանական խոսքերով համաշխարհային ընդունված մարդասիրական մերձեցումներով խնդիր լուծել։ Եթե այդ եղանակը փորձենք եւ թիմացիները դակավին շարունակեն սպառնալիքի լեզվով խոսիլ, այս անգամ վիրավորված է մեզ հայերուս ամբողջական արժանապատվությունը չլարմիթե այս մտահոգությունները կանցնի միտքես, որովհետև որքանալ Հայաստանի Հանրապետությունները քաղաքագրթության ներած սահմաններուն մեջ մերժեն Զանգեզուրի միջանցքը, դակավին չարագործության դաշինքը համար բնդում ունի այդ միջանցքի վրա։ Եվ այդ միջանցքը չեն թաքցներ, որ իրենց սրբազան երազանքին Թուրանին ջամփան է, ճանապարհն է։ Այս վահուն հայերս ունենք չարիքի թաշինք մեր թիմաց։ Այդ թաշինքը բազմազգի բնույթ ունի, բազմաշերտ բնույթ ունի, եւ այդ բոլորին դեմ դուք եք մեր ցայնը, դուք եք մեր արտահայտիչ գամքը, հետևաբար ցեզ մե սպասածը սպառնալիքի լեզվով խոսողին դեմ պատշաճությունը երբեմն մեկ կողմտնել է։ Գիտենք, որ մենք սաբահուն պատերազմով հոգնած ժողովուրդ ենք, բայց եթե այդ մեկը մեր հագարագործին պիտի թույլատրե երկիր նվաճել, այդ պահուն պետք է ավելի հստակ գանք մտրսևորվի։ Եվ այս բոլորին մեջ ուրիշ խնդիր մի ևս կա, սաբահուն ես կտեսնեմ այստեղ Բոլիսո հայ կաթողիկե համայնքի կերաբայցար սրբազանը կողջունեմ իր ներկայությունը։ Հայ փողոքական եկեղեցու սիրելի բադվելին դարձյալ ներկայ է իր ներկայությունը կողջունեմ, բայց հայ արաքելական եկեղեցին թեմքը չեմ տեսած։ Բարոն Նաիրի Պետրոսյանին պետք է հարցնեմ, արդյոք հրավերի թերացում ունեցաք բարոն Նաիրի Պետրոսյան։
Չէ՞ մենակ ասեք հրավիրել ենք թե չէ։ Հրավիրել ենք, հրավերը ուղղվել է, պատրիարք տերը այժմ գտնվում է Լոս Անջելեսում, վաղուց 1 ամիս առաջ դեռ նախատեսված այց էր, 2 շաբթի է մեկնել, հրավեր ուղղվել է, ես անձամբ խոսել եմ Արամ Սրբազան Աթեշյանի հետ եւ պատրիարքական տեղապահի հետ Ավագ Քահանա Դամադյանի, անձամբ հրավիրել եմ եւ խնդրել եմ մասնակցել։ Շատ լավ, բայց ես ձեզ ասեմ, որ ես այսօր անպայման իմ այցի ծրագրի մեջ է այցելությունը Պատրիարքարան, անպայման եկեղեցի կմտնեմ, մոմ կվառեմ, այսինքն եթե իրենք չեն եկել, ես կգնամ, ոչ մի խնդիր։ Երկքաղաքացիության հետ կապված պետք է ասել, որ երկքաղաքացիությունը հանուն արդարության ձեր ձևակերպում է մի քիչ, չգիտեմ ինչ նկատի ունեք, բայց 2005 թվականից, եթե չեմ սխալվում, 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով է երկքաղաքացիության ինստիտուտը հիմնադրվել եւ այո, շարունակում է մնալ ուժի մեջ։ Գիտեք ինչ, Էլի ուզում եմ հետևյալը ասեմ, ես 2018 թվականից հետո էլ, իհարկե դրանից առաջ էլ որպես վարչապետ, լսել եմ դրա մասին, երբ որ մենք ասում ենք, որ Հայաստանի ղեկավարը ամբողջ հայության պատասխանատուն է։ Գիտեք ինչ, մի հատ մենք այս նախադասությունն էլ պետք է հասկանանք, ինչա դա նշանակում։ Եկեք գործնականում հասկանանք։ Ես երբ որ այս հարցի մասին մտածում եմ, ասում եմ Հիմա դուք կարող եք ասել, ես օրինակ ինչպես պետք է իրացնեմ իմ պատասխանատվությունը միևնույն ժամանակ Իսրայելի եւ Իրանի Իսլամական Հանրապետության հայերի առաջ։ Ոնց է դա հնարավոր։ Ես ինչպես պետք է իրացնեմ իմ պատասխանատվությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի հայերի առաջ միաժամանակ։ Այսինքն ինչ պետք է անեմ։ Մենք հասկանում ենք, որ երբ որ Հայաստանին մտցնում ենք այդպիսի օրակարգերի մեջ, մենք Հայաստանին մղում ենք դեպի անդունդ։ Որտեղ ոնց կարա Հայաստան, գիտեք ինչ, Հայաստանը չէ, Հայաստանի ինչպես ես համադրեմ, ենթադրենք Ուրուգվայի եւ Ավստրալիայի հայության պատասխանատվությունը։ Դա կներեք, դա էլի եմ ասում, դա գիտեք նրանից է, որ մեզանում, ընդ որում ոչ թե ձեզամ, նախ Հայաստանում, Հայաստանի որպես ինքնիշխան պետություն ընկալումը չկա, բացակայում է հաճախ, որովհետև հասկանում եք պետության կարևոր առանձնահատկություններից մեկը ինչն է, սահմանն է, սահմանը սահմանափակման արտահայտություն ունի նաև, այսինքն սահմանը համ քո առաջ է, համ դիմացի առաջ է, մեր ֆունդամենտալ պրոբլեմներից մեկը երրորդ հանրապետության Այն է եղել, որ մենք այս պարզ բանը չենք ընկալել, որովհետև սահման շատ կարևոր է, որ մենք մեր սահմանները իմանանք։ Այդ տենց էլ մենք ամենայն հարգանքով, բայց այդ իմ ընկալումն էլ է, ես հիմա ինչ որ ասում եմ, հա, որովհետև հիմա շատ կարևոր հարց կա, ասում են, ու շատ կարևոր հարց է այդ բանի մասին խոսալը, այդ հարցի մասին խոսալը, որովհետև ասենք շատ հարց կա եւ հարցնում են եւ ճիշտ են ասում։ Ասում են բախի 2019-ին ասցիր Արցախը Հայաստանա եւ վերջ։ Շատ տրիվիալ պատասխան կա։ Բայց այդ պատասխանը, որ ճիշտ ընկալեք, ես ուզում եմ իմ մի ուրիշ հայտարարություն, որը արել եմ 2020 թվականին, երբ որ ասել եմ, որ մենք պետք է մտածենք հայրենասիրության մեր մոդելի մասին։ Երբ որ ասել եմ, որ մենք պետք է հասկանանք, որ հայրենասիրության այն մոդելը որը մեր բոլորի գլխում կա, ոնց որ թե այդ մոդելի հեղինակը մենք չենք, ոնց որ թե ուրիշ տեղից է ներմուծմել մեզ։ Հիմա ես 2019 թվականին այդ արտահայտությունը արել եմ մի պատճառով, որտեվ հայրենասեր էի, որովհետև համայն հայության պատասխանատուն էի, որովհետև ձեր ասած հարցի տրամաբանության մեջ էի, որովհետև այո Սփյուռքի բոլոր համայնքների ներկայացուցիչները գալիս էին եւ ասում են ինչպես ինձնից առաջվա ղեկավարների մոտ եկել են երևի եւ ասել են որ դուք ամենայն հայոց նախագահն եք
Ինձ էլ ասում են, որ ամենայն հայոց, գուցե այդ բառերով չէ, բայց բոլոր հայերի վարչապետն եք։ Եվ գուցե դա սկզբից բան է անում, տենց շոյում ասում է, վայ, ես ուրեմն ոչ թե Հայաստան, այլ ամենայն հայոց վարչապետ, բայց մի րոպե ժողովուրդ ջան, չի դնում տենց։ Չի լինում տենց։ Հայրենասիրության այդ ընկալումն է, որ մեզ բերել է այդ բոլոր աղետներին, ոչ։ Ես չեմ կարող լինել Ուրուգվայի հայության պատասխանատուն, որովհետև դրա ոչ դե յուրե իրավունքը ունեմ, ոչ դրա լծակը ունեմ, ոչ դրա ռեսուրսը ունի Հայաստանի Հանրապետությունը։ Դուք պատկերացնում եք, հիմա ես ասեմ ոնց, մի րոպե, Իսրայելի եւ Իրանի ընդեղ էլ հայեր կան, ընդեղ էլ հայեր կան, ընդեղ էլ սրբություններ ունի Հայաստանը, ընդեղ էլ սրբություններ ունի Հայաստանը, բա մի րոպե, ես ինչ եք անում, բա մենք էլ ենք այս հարցի մեջ, դրա արդյունքում ինչ կստանանք, հրթիռներ երկու կողմից, այս ենք ուզում մենք, այսինքն ուզում ենք ընկնենք Թուրքիայի ու բանի Սիրիայի արանքը, ընդեղ էլ հայեր կան, ընդեղ էլ, Իսրայելի ու Սիրիայի արանքը, Ռուսաստանի Ուկրաինայի արանքը, Ռուսաստանի Ամերիկայի արանքը, ժողովրդան չի կարելի տենց։ Այդ որ մենք ասում ենք, ուրիշներին նայելով ասում ենք, բան գազան, բայց մենք մեզ պետք է նայենք, ժողովուրդ ջան, մեզ պետք է նայենք, ես երեք ազգային ժողովում ասացի, որ ընդդիմադիր պատգամավորներից մեկը հարց է տալիս, ասում է, ինչ եք ուզում դուք վերջը այս ժողովրդից, ինչ եք ուզում, իբր այ դավաճաններ, այ սրիկաներ ինձ ցույց տալով, այ տականքներ, կամ կներեք ներողություն հարգելի գործընկ, այ տականք, այ սրիկա, չէ, ինչ եմ վերահասցեագրում, դուք ընդեղ չեք եղել, նկատի ունեմ չելնի էլի, որ ինչ եք ուզում, ասում, ինչ ես ուզում այս ժողովրդից, ասցի, մի պարզ բան եմ ուզում եմ, որ մենք աշխարհը ճանաչենք, որովհետև մենք նման ենք մեր վերջին մի քանի 100 տարվա պատմությունը, հա մի անգամ էլ ասցի, որ պետք է նայենք, լավ, ինչ է տեղի ունեցել, ինչի է տեղի ունեցել, էլի ամբողջ Սփյուռքը եւ Հայաստանի մի մասը փետը առավ ընկավ իմ հետևից։ Դե ես ուրացողը, էսա եւ այլն, սպարս բան եմ անում։ Ասում եմ, երբ որ մենք հայտնվել ենք, մենք գիտեք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա, ու իրան անդադ վրա երթե են ենթարկում, վերակենում էլի ավտոյի տակ անգնում, վերակենում էլի ավտոյի տակ անգնում, վերակենում, ու ինքը չի հասկանում, ինչի է անդադ ավտոյի տակ անգնում, որովհետև ինքը չգիտի երթևեկության կանոնները, ինքը չի կարում կարդա ճանապարհային նշանները, ինքը չգիտի, որ ինքը այդտեղ չի կարող գտնվել, որովհետև այդտեղ գտնվելը 95 եւ ավել տոկոս հավանականություն է ստեղծում, որ ինքը մեքենայի տակ կընկնի, որովհետև այդտեղ կանգնողը անկախ ան ոչ թե դիմացի մեքենան գազան է, այլ ինքը ընկնելու է այդ ավտոյի տակ, հասկանում եք։ Սրա մասին է խոսքը։ Խնդրում եմ, եկեք դուրս գանք այդ բանից։ Հայաստանի վարչապետը աշխարհի բոլոր հայերի պատասխանատուն չի։ Եվ ես այս համայնքային հանդիպումները անում եմ, որ ասեմ, ժողովրդի վրա հույս չդնեք։ Դուք ձեր համայնքներում ձեր խնդիրները լուծեք։ Իսկ գազանի մասին ձեր ասածը ինձ մի անեկդոտ, ես հույս ունեմ, ես իմ խոսալու ձևը շատ անլուրջ չի թվա, բայց մի հատ անեկդոտ կա, որը ձեր հարցի շատ ճշգրիտ պատասխանն է։ Բանը քնարական հերոսը գնում է որ ջուր խմի։ Տենում է վիշապը ջրի վրա նստած է։ Գիտեք այդ լեգենդը, որ վիշապը ջրի վրա նստել է, ու հենց մոտենում է, տենում է վիշապը իր գլխով այդ ջրի մոտ նստած է, թուրը հանում է, սկսում է կռվել, այս վիշապի մի գլուխ կտրում է, հետո էլի այս վիշապ բնականաբար գազանը արձագանքում է, բայց հերոսը, քանի որ շատ ուժեղ հերոս է, բռնում է այս վիշապի երկրորդ գլուխն է կտրում, մեկ էլ այս երրորդ գլուխն ասում է մի րոպե էլ, ինչ ես ուզում, ինչ ես կտրում գլուխս, ասում ուզում եմ ջուր խմեմ, ասում այ խմի, օ, հիմա դե ինձ որ այս բանի հայության այս բանը մեր բոլորից, վայ նրանց նպատակը Թուրանն է, ինչ են ուզում իրանք,
Ուզում են Հայաստանի տարածքով գնան գա, թող գնան գա, անիք, վատա դա մենք ենք առաջարկում, մենք ենք այս նախագծով, ասում ենք իրանց էլ ենք ասում, ասում ենք ինչ եք ուզում, ասում են ուզում ենք գնանք բան, արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ, ասում ենք գնացեք, ինչու՞մն է պրոբլեմը, իսկ ինչի պետք է չգնան, պատկերացնում եք 21-րդ դարում երկիր, դուք կարող եք այսօր ցույց տալ զարգացած որևէ երկիր, որի սահմանները փակ են։ Ես առաջարկում եմ եկեք չմտնենք ով փակեց, ինչի փակեց, չէ մենք չենք փակե, իրանք են փակե, չէ իրանք չեն փակե, մենք ենք փակե, չէ իրանք են մեղ։ Ես դրա համար եմ ասում։ Ասում եմ, երբ որ մենք կառուցում ենք հարաբերություններ զրոյից, դա ուրիշ խոսք։ Հիմա որ մենք գնանք սկսենք պարզաբանել, ով է մեղավոր, որ փակ է, մենք երբեք դուրս չենք գա այդ խոսակցությունից։ Մենք այսօր ասում ենք, Ժողովուրդ ջան, ինչ ամ է, ուզում եք գնանք, մենք էլ ենք ուզում գնանք, մենք էլ ենք, եկեք բացենք սահմանները, եկեք բացենք Թուրանը, հա բայց կներեք, որ մենք Հայաստանի Հանրապետությունը ուզում ենք զարգացնենք, պատկերացնում եք, Թուրքիայում քաղաքական շրջանակներ ունեն, ասեն հələ սրանց տեսեք, սրանք ուզում են Հայաստանի Հանրապետությունը զարգացած բարեկեցիկ պետություն լինի։ Մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունը զարգացնենք, իրանք էլ ունեն, մենք էլ կներեք, մենք էլ օրենք ենք ընդունել Հայաստանի Հանրապետությանը Եվրամիությանն անդամագրվելու գործընթաց սկսելու մասին։ Իրանք էլ Թուրքիան էլ որոշակի ուզում է տնտեսական ակտիվ կապեր, այսինքն կապեր ունի եւ զարգանում են այդ կապերը, այդ թվում կենտրոնական Ասիայի հետ, Չինաստանի հետ, ուզում ավելի շատ հաղորդակցության ճանապարհներ ունենա։ Ինչն է անտրամաբանական։ Մենք այդ ամեն ինչին մի հատ վերնագինը դնում ենք Թուրան ու վերջ գնաց, վայ, ուզում են Թուրան, Ժողովուրդ ջան։ Մարդիկ եկեք մենք էլ ապրենք։ Եկել ուրիշներն էլ մեր չափով, մենք չէ որ պետք է որոշենք, բայց մեր չափով ուրիշներն էլ հնարավորություն տանք իրանք էլ ապրեն։ Ես ասել եմ, մենք ասել ենք Զանգեզուրի միջանցք չի լինելու, լինել բա խաղաղության խաչմերուկ, դա ինչ նշանակում, որ փոխադարձ հարգանքի, փոխադարձ իրավազորության, ինքնիշխանության, ճանաչման հիման վրա եւ նաեւ որոշակի տեսեք այսօր երկրները ընդհակառակը ամեն ինչ անում են, որ բեռնափոխադրումներ իրանց տարածքով տեղի ունենան։ Մենք ասում ենք եկեք փակենք հանկարծ ոչ մեկ մեր տարածքով չանցնի։ Դեն չի լինում։ Բա ինչի համար ենք պետություն ստեղծել։ Ես նկատի ունեմ, չգիտեմ, մեր տեսակետից ուրիշներն են գազան, ուրիշների տեսակետից մենք ենք գազան, բայց պատմությունը նույնն է։ Ինչ որ մեկը գնում է, տենում է վիշապը ջրի կողքը նստած է։ Է վիշապն էլ է ջուր ուզում խմի, դու էլ խմի, ինչ խնդիր կա։ Պայմանական անեկդոտի վիշապ էլի, խնդրում եմ բառացի չհասկանալ։ Ես էլ եմ ասում, երբ որ ասում եմ աշխարհը ճանաչենք, այդ նկատի ունենք։ Որովհետև երբ որ բառը մենք բառեր ենք դեմոնիզացնում, հետո այդ բառերը տարբեր տեղեր որպես ցուցանակ դնում ենք ու սկսում ենք սարսափել այդ բառերից, որը իհարկե այդ գործոնն էլ պետք է հաշվի առնենք, որովհետև ընկալումները շատ կարևոր են։ Հիմա իմ այցի, օրինակ ես այսօր որ մտածում եի, օրինակ ավելի գլխավոր համատեքստը որը պետք է լինի։ Մենք պետք է այն վերջին կետի մասին։ Մենք պետք է արձանագրենք մի բան, որ մեր համաձայնությունը ինչի շուրջ պետք է լինի։ Հայաստանը սպառնալիք չի Թուրքիայի համար, Թուրքիան սպառնալիք չի Հայաստանի համար, բայց ոնց դա ձևակերպել։ Դրա համար էլ հեշտ չի։ Եվ ես դրա համար էր, որ ես ինչի համար ասացի, օրինակ, ինչն էր ինձ դրդում, որ ես ասեի, որ Արևմտյան Հայաստանը Արմավիրի մարզն է։ Արաքսից այն կողմ Հայաստան չկա։ Արաքսից այն կողմ Թուրքիան է։ Որպեսզի ես ցույց տամ, որ Հայաստանը եւ դա մեր ռազմավարական պատկերացումն է եւ այսօր մարզից մարզ ես գնում եմ
գյուղից գյուղ իրական Հայաստանի գաղափարախոսությունն եմ ներկայացնում, որ ժողովուրդ ջան, հերիք է մենք հայրենիք փնտրենք, մենք հայրենիքը մեր գտել ենք եւ մեր հայրենիքը այս դեղին Հայաստանի Հանրապետությունն է։ Ստեղից դուրս Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հայրենիք չունեն, ինչը ձեզ չի արգելում, որ հիմա Ստամբուլը ձեր հայրենիքն է, չէ՞ նաեւ։ Բայց դուք Թուրքիայի քաղաքացի եք։ Դրանով է ձեր հայրենիքը եւ դա նորմալ է։ Եվ այս մենք պետքա տարբերենք, այս նրբությունները պետքա տարբերենք։ Եվ այս նրբությունները չտարբերելու արդյունքում է, որ մենք անդադ վրայերթի ենք ենթարկվում։ Բայց ես դա ձեզ չեմ ասում, ես դա ինձ եմ ասում։ Ինձ եմ ասում, որովհետև այս ինչ որ ասում եմ ես օրինակ ես նույն ընկալումը չեմ ունեցել 2018 թվին, 19 թվին, 20 թվին, հակառակը ես ընկալում եմ ունեցել, հա, որտեղ Երուսաղեմ խնդիր կա, մենք պետք է գնանք այդ բանում Սևրում խնդիր կա, մենք Մխիթարյան միաբանությունը, մենք իհարկե Ուրուգվայում մենք, կներեք ժողովուրդ ջան։ Հայաստանի բյուջեն, ասենք որ այդքան ուզենանք Ուրուգվայի հարցերով զբաղվենք, կարող է Հայաստանի բյուջեն մենակ ավիատոմսերի համար չհերիքի։ Մենք ո՞նց ենք Ուրուգվայի հայության հարցերով զբաղվելու։ Ուրուգվայի հայությունը փառքած Ուրուգվայի պետությունը, Թուրքիայի պետությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, էսա մոտեցումը եւ ճիշտը դա է։ Եվ ճիշտը դա է։ Եվ ես խնդրում եմ, որ եկեք այդ տրամաբանությամբ նայենք։ Ուզում են, մենք էլ ենք ուզում։ Ուզում են անցնեն, ուզում են կապուղի ունենան։ Մենք էլ ենք ուզում, որովհետև դա նաև մեր անվտանգության եւ զարգացման գործոնն է։ Անվտանգությունը մենակ ես դրա համար եմ ասում, որ երբ որ ասում ենք անվտանգություն, առաջին հերթին հասկանում ենք բանակ, երկրորդ հերթին բանակ, երրորդ հերթին բանակ, չորրորդ հերթին բանակ, այդ նշանակում է մենք անվտանգություն չունենք։ Երբ որ առաջին հերթին կհասկանանք, որ մի րոպե մենք այնքան ինտեգրված ենք, այնքան փոխկապակցված ենք, այնքան փոխկախված ենք, որ փոխադարձաբար շահագրգռված ենք իրար անվտանգության եւ կայունության մեջ։ Այ դա կլինի խորը ինստիտուցիոնալ անվտանգություն եւ կայունություն։ Եվ կա ձեր ասած գործոնը կա նաեւ, որովհետեւ այո, շատ են ձայները եւ այդ ձայները անհիմն չեն, ովքեր մեզ ուզում են ասել, որ անիմաստ է, մի արեք, մեկը Թուրքիայի հետ երկխոսության ընթացքում էլ ինչի մենք 2019 թվականին այս նույն process չենք սկսում։ Որտեղ այն ժամանակ էլ ենք մենք մտածում, բայց այս հարցը ոնց ենք անելու, այն հարցը ոնց ենք անելու։ Մեկ այս հարցը չի կարող լուծվել, այն հարցը չի կարող լուծվել, այն հարց մենք չենք տեսնում հնարավորություն։ Որ պահին մենք սկսեցինք տեսնել, երբ որ հասկացանք, որ մենք հայ-թուրքական հարաբերություններով չպետք է զբաղվենք։ Մենք որովհետև հայ-թուրքական հարաբերություններով որ զբաղվենք, Ուրուգվայի համայնքը մի կարծիք է, Միացյալ Նահանգների երկրորդ, Ռուսաստանը երրորդ, Իսրայելինը չորրորդ, Թուրքիայինը հինգերորդ, մենք ո՞նց ենք տասնյակ հարյուրավոր կարծիքներից ձևավորելու դիրքորոշում, օրակարգ եւ գնալ այդ օրակարգը ձևավորելու։ Իսկ Հայաստանում մենք դրա հնարավորությունն ունենք։ Հայաստանում կա ընտրող, ով ընտրում է կառավարությունն էլ իրականացնում է առաջնորդ։ Ոնց կարա որևէ մեկը ունենա երկու առաջնորդ։ Հիմա Միացյալ Նահանգների հայ համայնքի առաջնորդը ով է։ Միացյալ Նահանգների հայ համայնքի առաջնորդը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն է։ Նախագահական մակարդակում ամեն համայնքում, ամեն նահանգի դեպքում նահանգապետը բնակավայրի դեպքում է, քաղաքի դեպքում է քաղաքապետը։ Ես ինչ կապ ունեմ իրանց հետ։ Ես խնդրում եմ, ես չգիտեմ ինչքանով է բան հնչում, կարող է կոպիտ է հնչում, կարող է վայրի է հնչում, բայց ժողովուրդ ջան, եթե այս տրամաբանության մեջ չլինեինք, եւ այս այցն էլ հնարավոր է դարձել, որովհետեւ մենք հայտարարել ենք մեր ռազմավարությունը, որ էս է մեր ընկալումը, էս է մեր ճանապարհը։ Բա բռնենք հանրապետության հրապարակում Թուրքիայի դրոշները վառենք, հետո էլ ասենք հլտես մեզ ինչ են բանանում, ոնց կլինի տենց, ոնց կլինի տենց,
Դուք պատկերացնում եք հեռուստատեսությամբ միջազգային հանրությունը նայում է, որ ինչ որ մարդիկ հանրապետության հիմնական հրապարակում հարևան երկրի այդ մեկ, երկրորդն է Թուրքիայի դրոշը վառում են։ Ինչ են մտածում այդ մարդիկ։ Մտածում են, ասում են, այս ինչ ուժեղ պետություն է, չմտածում են, ասում են, այս մարդիկ ոնց որ երթևեկության կանոններին չէ տիրապետում։ Հա, այս են մարդիկ են, որ մի քանի անգամ արդեն ավտոյի տակ են ընկել, բայց ոչինչ։ Ես կողմ չեմ, որ ես մեր ժողովրդին արդեն առիթ ունեցել եմ առաջնորդել այդ ավտոյի տակ ընկնելու, ես չեմ ուզում նորից, չեմ էլ ուզում ասեմ, լավ, ես թողեցի գնացի, ոչինչ, թող հաջորդը գա հələ մի հատ այդ անեկդոտի նման, որ երկու ընկերով կինո նստած կինո նայելիս են ելնում, Եմ մեկը շատ սենց հուզված, սենց նայում ամեն դրվագի ռեակցիա տալիս, ասում է, վայ, այն կողքին կեն ասում է, լսես 5-րդ անգամ ենք այս ֆիլմը նայում, ինչ ես սենց ռեակցիա տալիս։ Մեկը վերջում տղեն մեռնելու է։ Ասում է, դե մտածում եմ կարող այս անգամ չմեռնի։ Ես վախենամ, մենք շատ նման, մեր պատմությունը շատ նման է սրան։ Մենք ամեն անգամ նույն տերմիններով, նույն ընկալումներով, նույն դիտարկություններից նայում ենք, ասում ենք կարող այս անգամ տենց չլինի, ոչ տենց չի, Ժողովուրդ ջան։ Պետք է մենք այլ բան անենք, որ այլ բան ստանանք։ Նույնը արեցինք, նույնն ենք ստանալու։ Եվ իմ խնդիրը ես հասկանում եմ, սա երբեմն ինչ բան է հնչում, ինչ օտարոտի է հնչում, ինչ երբեմն դավաճանական է հնչում, երբեմն ապազգային է հնչում։ Բայց ես ասում եմ, որպես հայրենասեր, ես հասկացել եմ, որ եթե ես ինքս իմ հայրենասիրության այդ ընկալումից չհրաժարվեմ, ոչ թե չհրաժարվեմ, այլ առնվազն էականորեն չվերաձևակերպեմ եւ շատ բաներից չհրաժարվեմ։ Բա որ ես չանեմ, ով է անելու։ Բա առաջնորդության պատասխանատվությունը ինչի մեջ է։ Ասեմ, հա դե թող ուրիշները անեն, թող բան Ստամբուլի հայ համայնքը անի, թող Ռուսաստանի հայ համայնքը անի, թող Ռուսաստանի նախագահը անի, թող Միացյալ Նահանգների ոչ, դա իմ գործն է, իմ աշխատանքն է, իմ պատասխանատվությունն է, եւ ես պատրաստվում եմ այդ պատասխանատվությունը կրել միջև վերջ եւ անմնացորդ։ Եվ ես դրա համար եմ այսօր այստեղ։ Նույնը քիչ մտածեմ, արդյոք ձեր ընտանիքին կամ ձեր գողագիսին ընտանիքի մեջ փոքրացիո հասող արմատներ կան։ Որտեղ փոքրացիոյի մեջ ասած ձեր արմատներն ընտանեկան արմատները իմ ընտանիքում չէ, բայց կնոջս Աննայի նախնիները Գյումրիից են, դե Գյումրիի մեծամասնությունն էլ գիտեք որտեղից է։ Կարսից, այո։ Բզի կարծում եւս ցուկ երբ որ վարչապետ եղած էիք, Հայաստանի տնտեսական մագարտակը մեկ ծերմ ուներ, կարծեմ թե դուք մեկ երազմ ունեիք։ Հիմա 6 տարի անցավ։ 6 տարի վերջ Հայաստանի տնտեսական մագարտակը ինչ աստիճանի մեջ է, ծեր երազի մեջ հասած է արդյոք, եւ երբ որ ցևով ու պատճառով այս հաղորդան աչմերուգու չգադարվի, Հայաստանը արդյոք տնտեսական տեսակետն ավելի դժվար օրեր կսպասի։ Հաղորդան խաչմերուգը չի կարա չկատարվի, որովհետեւ տեսեք աշխարհը եթե մենք այդ ճանապարհային նշանները կարողանանք կարդանք, խաղաղության խաչմերուկը չի կարա չկատարվի։ Այսինքն, տեսեք, այդ շատ կարևոր բան է, որ մենք անընդհատ մտածում ենք, տեսեք նույն բանի օրինակով, մեր Թուրքիայի հետ մեր հարաբերությունների օրինակով։ Էլի հա ճիշտ այդ շատ կարևոր է, բայց եկեք արձանագրենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն, Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը բաց չի եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց երկխոսությունը կա, բայց այցը կա։ Եվ ես էլի ասում եմ, որ ժամանակի հարց է դա։ Հա, այլ բան, որ ժամանակ կարա մի քիչ կարճ լինի, մի քիչ երկար լինի եւ այլն։ Նույնն է խաղաղության խաչմերուկը։ Բացառված է, որ դա տեղի չունենա։ Բացառված է։ Այլ բան, որ հիմա, տեսեք, խաղաղության խաչմերուկ նախագիծ ինչքան ժամանակ կա, արդեն 2 տարի։ 2 տարի կա եւ առաջին անգամը, որ ես Թուրքիայի նախագահի հետ
դեմ դիմաց հանգիստ, որ ասենք լավ Նյու Յորքում հանդիպում ենք, ունենք 10 հանդիպում, պիտի ուրիշ ղեկավարների հետ եւ ժամկետները սահմանափակ են, այսինքն որ մենք կենտրոնանանք մեր նյութի վրա, մենք սենց առիթ չենք ունեցել։ Ես դրա համար եմ ասում, ես սկզբից մի հատ ասենք, ներկայացնենք մեր ծրագիրը ինչի մասին է, հետո նոր արդեն եզրակացնենք Թուրքիան ինչ է մտածում։ Եվ իմ կարծիքն է, որ չի կարող սա տեղի չունենալ, որովհետև առնվազն միջև մեր այսօրվա խոսակցությունները եւ համաշխարհային զարգացումները ենթադրում են, որ խաղաղության խաչմերուկը լինելու է։ Այ մենք էլ ենք հասկանում, գիտեք, դա էլ է պետք խոստովանել, որ խաղաղության խաչմերուկը բացվեց, հա Ադրբեջանն էլ ասելու է, տեսեք, Զանգեզուրի միջանցքը բացվեց։ Սրան էլ պետք է պատրաստ լինենք, բայց մեր ինքնիշխանության, մեր, այսինքն իրանց էլ ինչի մենակ մեր, այսինքն, այո, իրանց նկատի ունեմ նույն կերպ բոլոր երկրների ինքնիշխանությունը եւ պարզեցումներ պետք է լինեն եւ այդ պարզեցումները որպեսզի դա կայուն երկարատև լինի, պետք է փոխադարձաբար լինի, այսինքն շահագրգռվածություն պետք է ունենանք եւ կունենանք, որպեսզի բանա, ընդ որում Իրանի իրադարձությունները ոչ թե ասածը թույլատնում են, ընդհակառակը ավելի էական եւ կարեւոր են դարձնում։ Ինչ վերաբերում է տնտեսական աճին, 2018 թվականից այսքոմ 24 թվի արդյունքներով Հայաստանում գրանցվել է այդ թիվը 30 քանի տոկոս էր, մենք զեկույցում գրել ենք, եթե չեմ սխալվում 33% տնտեսական աճ, իրական 33%, պատկերացնում եք 33% տնտեսական աճ, որը իր հերթին նաև այդ լավ է, որ այդ տնտեսական աճը կա, ասենք հազարավոր կիլոմետրերով ճանապարհներ են կառուցվել, դպրոցներ են կառուցվում, մանկապարտեզներ, մարդկանց եկամուտները աճել են, բայց նաև գնաճ ա եղել էական, չնայած վերջին շրջանում ես երբ որ թվերը նայեցի, մոտավորապես 75%-ով աճել են աշխատավարձերը միջին եւ 20 քանի տոկոս, մոտավորապես 25% գնաճ ա եղել։ Եվ իմ եզրակացությունը դրանից այն էր, որ մարդիկ մոտ 50%-ով ավելի լավ են ապրում, բայց պետք է հաշվի առնել այն մարդիկ, ովքեր աշխատում են եւ աշխատավարձ ստանում են։ Մյուս կողմից մենք խնդիր ունենք, որ միշտ չի, որ մարդիկ կարողանում են լավ աշխատանք գտնել։ Եվ ես դրա վերաբերյալ էլ իմ կարծիքը ասացի, էլի այդ նույն ելույթի ժամանակ, ասացի նրանք, ովքեր լավ աշխատանք ունեն, լավ աշխատավարձով, դեպքերի 80, ես համոզված եմ, առնվազն 90%-ում դա նշանակում է, որ նրանք ստացել են լավ կրթություն, իսկ նրանք, ովքեր դժվարություն ունեն լավ աշխատանք, լավ աշխատավարձով գտնելու, դեպքերի 80%-ում, չեմ ասում 100-ում, որովհետև կարան լինեն տարբեր դեպքեր, այո, կարա լինի մարդ, որ նորմալ աշխատավարձ է ստանում, լավ կրթություն է ստացել, ես օրինակ սուբյեկտիվից ավարտած, օբյեկտիվով բան արած, ավարտած։ Սուբյեկտիվ են, որ մարդը կարող է, օրինակ, ալկոհոլային կախվածություն ունենա իր այդ լավ կրթությամբ, իրան դրա պատճառով ոչ մեկ աշխատանքի չվերցնի։ Եվ երկրորդը կարող է այնքան հանճարեղը լինի, որ ոչ մեկ իր հանճարը չհասկանա, առանց չափազանցության եմ ասում։ Այդպիսի դեպքեր մարդկության պատմության մեջ արձանագրվել է, որ նույնիսկ ասենք հանճարեղ կոմպոզիտորներին նույնիսկ բաներում մարզային մակարդակի երգչախմբում կամ նվագախմբում չեն վերցրել, ասում են դու բան չես հասկանում երաժշտությունից։ Հետևաբար Հայաստանը զարգանում է միանշանակ եւ մեր խնդիրն է այդ զարգացումը դարձնել ինստիտուցիոնալ, տևական, երկարաժամկետ, անկասելի։ Սիրելի հայրենակիցներ, ես հասկանում եմ, որ հարցերը չեն սպառվում, բայց ես հասկանում եմ, որ նաև հարցերը չեն սպառվի։ Եթե մտածեի, որ կսպառվեն, կամ եթե նույնիսկ սպառվեն, շատ շուտ չեն սպառվի, բայց խնդրում եմ ինձ թույլ տվեք, որ գնամ եւ զբաղվեմ իմ աշխատանքով, որովհետեւ այսօրվա այս հանդիպում ինձ համար ոչ թե աշխատանք է, այլ միայն հաճույք։ Եվ շնորհակալ եմ ձեզ այդ հաճույքը այսօր պատճառելու համար։ Շնորհակալ։ Հարցի մի խոսք վստահ եմ այս լսարանը ամբողջությամբ ինձ կձայնակցի։ Ես ուզում եմ ձեր բարձր ներկայությամբ այս դահլիճում մեր բոլորի անունով, մեր
երախտագիտությունը հայտնել բարոն Նաիրի Բեդրոսյանին, որ մեր պետականությունը այսքան բադվով է ներկայացնում մեր քաղաքում, մենք ձեր ներկայությամբ էլ